Բաքվի բանտից աշխարհի իրավապաշտպաններին ու բարի կամքի տերմարդկանց է դիմում Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Սիրելի բարեկամներ, դուք գիտեք, որ ավարտվեց այսպես կոչված մեր դատավարության նաև վերաքննիչ փուլ։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր։ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը առանց տեսախցիկների ու հանդիսատեսի նիստ է հրավիրել, իբր քննել հայ ռազմագերիների գործը, վճիռները թողել անփոփոխ։ Բաքվից ուղարկած ձայնային հաղորդագրությամբ պատմում է Բաբայանը։ Ասել, որ իրոք Մանրամասնում իր մեղադրանքներին եւս երկուսն են ավելացել, ցմահ ազատազրկումը ավելի հիմնավոր դարձնելու համար։ Ինձ ավելացել են երկու ցմահ հոդվածներ, որը չկար, սա անթույլատրելի երևույթ։ Անթույլատրելի բազմաթիվ դեպքերի ականատես է Բաբայանը։ Դատավարության ընթացքում 5-6 պաշտպան է ունեցել։ Նրանք հերթով հիվանդացել են, կիսատ թողել իր պաշտպանությունը։ Ես փորձել եմ իմանալ, ինչն է պատճառը, ասել են առողջականը։ Նույնիսկ դատարանում դատի ժամանակ ասել են միացրեք տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են։ Իրենք իհարկե խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա եւ այլն։ Բաքուն դեմ է նաեւ, որ եվրոպական դատարան մտնի գերիների գործը։ Բաբայանի ուղերձից կարելի է ենթադրել, որ վախենում է Ադրբեջանը։ Պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք որպեսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինչու է։ Չնայած գործի անհեթեթ բովանդակությանը, չնայած դառը դատավճիռներին, չնայած առողջական խնդիրներին, Բաբայանը վստահեցնում է, բանտում գտնվող հայերը պայքարում են արդարության, ազատության համար։ Մենք պայքարում ենք այս ուրեմն չար աշխարհում արդարության եւ ազատության համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց տնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան։ Ամենացածը ամեն ինչ նորմալ է, պինդեղեք։ Ուղերձներ են հնչեցնում, որոնք քաղաքական եւ քաղաքացիական խիզախումի աներևակալի դրսևորումներ են եւ շատ հաճախ, գիտեք, այնպես է ստացվում, որ նրանք մեզ ավելի են ոգեշնչում, դրթում պայքարի։ Պատրաստվել պայքարի, որովհետև Հայաստանին դեռ ծանր երևույթներ են սպասվում։ Դավիթ Բաբայանի այս խոսքին է ուշադրություն հրավիրում պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր դժբախտաբար երևույթներ, չեմ ուզում այստեղից դա ասեմ, պինդեղեք։ Մեզ ուղղակի գոյվում են, որ զիջումների քաղաքականությունը խաղաղության մասին չի։ Ես թույլ եմ տալիս ասել, որ սա քաղաքական ինքնասպանություն է, երբ որ Դավիթ Բաբայանը մեզ հիշեցնում է, որ արժևում նոր մարտահրավերներ եւ ավելի վատ սցենարներ են սպասում ես, հենց անվտանգային խնդիրները նկատի ունի։ Բաբայանի ուղերձի հասցեատերը նաև Հայաստանի կառավարությունն է, վստահ է Գալստյանը։ Նկատում է իշխանություններին Բաբայանը փորձում է գլխի գցել, պետք է դիմել եվրոպական դատարան, հենց դրանից է վախենում Ադրբեջանը։ Բաքուն պիտի չուզենա, որ Հայաստանը պաշտպանի իր շահերը, սա խոսում է մի բանի մասին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակական զիջումների ուրեմն շարան է, որտեղ ուղղակի ոտնահարված են մեր պետական ազգային շահերը, իսկ գերիների վերադարձի խնդիրը չի կարող չլինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն։ Գերիներին առնչվող պաշտոնական հայտարարություններից միայն մեկն է հիշում Գալստյանը, ռազմագերիների հարցն օրակարգում է։ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերի մասին առայժմ հայտնի է միայն, որ ըստ պայմանավորվածության Հայաստանը պատրաստվում է հետ կանչել դրանք։ Լիլիթ Խալաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։